BNF-ի նախագահը Ժիլ Պեկուն, քանի որ նա գրադարանավար չի, այլ դիվանագետ է, նայում է խնդիրներին, մեր խնդիրներից դուրս, վերևից, եւ ինքը մի այսպիսի առաջարկ արեց, որը ես լոբինգ եմ անում, AI Geopolitical Solidarity, արհեստական բանականության աշխարհքաղաքական համերաշխություն, այսինքն երկրները իրար միջև մենք պետք է օրինակ իրար մեջ որոշումներ այս համերաշխություն ունենանք հարգելով մեկս մյուսի թվային պաշարը, ինչը որ բաց դրված է համացանցում, այսինքն եթե մեզ պետք է BNF-ի օրինակ պաշարներից ինչ-որ բան վերցնել, մենք պետք է այդ հիմա էթիկետ նորմը մշակման, հիմա ես դա առաջարկեցի թվային մշակութային ժառանգության կոմիտեում, որ մենք այդ ուղղությամբ ethic code մշակենք, հա, էթիկական կոդը դրա, որին պետք է հետևենք մեկս մյուսի պաշարը հարգելու համար։ Մենք իրավունք չունենք վերցնելու այդ պաշարը օգտագործել, այսինքն ինչ որ բաներ պետք է լինի, օրինակ տեղեկատվական պատերազմներում եւ այլն, այսինքն պետք է այդ ethic կոդերը մշակվի։ Այսինքն աշխարհը արդեն եկել է դրան, որ տվյալը այսօր զենք է։ Եվ այդ ինչպես զենքն է ունի սահմանափակումներ կիրառման, տվյալը նույնպես պետք է ունենա սահմանափակում չվնասելու սկզբունքով, այսինքն մենք գնում ենք դեպի այդ կողմ այսօր։